Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր հյուրընկալել եմ մանկական եւ մեծահասակների քիթ կոկորտ ականջաբան կամ ինչպես ժողովրդին ավելի հայտնի է լոր մասնագետ Տաթև Գարեգինյանին։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ձեզ շնորհակալ հրավերի համար։ Խոսենք դժվարաշնչության մասին։ Վստահ եմ հիմա ամեն երկրորդ ռադիո լսողը կամ ռադիո դիտողն ասելու է այս իմ մասին է։ Կարծես թե դարի խնդիրներից մեկը լինի, բոլորը այս կամ այն չափով խանգատվում շնչելու այդ որոշակի խնդիրներից, հա, բայց ոչ բոլորն է շատ շուտ գալիս մասնագետի մոտ։ Դրա համար ուզում եմ այս հաղորդման ընթացքում ամենաառաջին հարցը բարձրաձայնենք ու նաև լուսաբանենք, թե ինչով է կարևոր քթով շնչառությունը, որտեղ հաճախ ասում են, չէ, դե ես բերանով շնչում եմ, ոչինչ, վաղը կգնամ, մյուս ամիս կգնամ, մյուս ամիս կգնամ, եւ այսպես հեռու է մնում բժշկի այցելությունը։ Ճիշտ եք, Տաթև ջան, իրականում շատ տարածված խնդիր է դա, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Ինչով է կարևոր քթով շնչառությունը, քթով լիարժեք նորմալ շնչելը օգնում է, առաջի հերթին ներշնչվող օդը քթում կատարում է որոշակի ֆունկցիա, մինչև հասնում է մնացած օրգաններին, նա խոնավանում է, մանրեազերծվում է եւ նոր արդեն հասնում է թոքերին։ Իսկ եթե մենք քթով չենք կարողանում շնչել եւ բերանը բաց ենք շնչում, նախ մեզ անհրաժեշտ թթվածնի լիարժեք պաշարով չենք կարողանում ապահովել օրգանիզմին, հետո առաջանում են ըմպանի տարբեր հիվանդություններ, անգինաներ, ֆարինգիտներ, նույն ոչ լիարժեք քթով շնչելու պատճառով։ Ինչպես նաև առաջանում են դիմացնոտային խնդիրներ, որոնք հիմնականում առաջանում են մանկական հասակից, եթե փոքր հասակից քթային շնչառությունը խանգարված է, բերանով են երեխաները շնչում, առաջանում են դիմացնոտային բավականին մեծ խնդիրներ։ Դրա մասին կխոսենք։ Վերջերս նաև կարդացի, չնայած առաջին հայացքից ինձ համար տարօրինակ թվաց, բայց նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր օրգանիզմը նվագախումբ է եւ մեկը մյուսի հետ օրգանները կապված են, կարդացի, որ նույնիսկ դժվար շնչառությունը հարթաթաթության եւ ոսկորների աճի հետ կապված շատ մեծ եւ որոշիչ քայլ ունի ու դեր ունի, որը ինձ համար զարմանալի էր, բայց նաև տրամաբանական։ Տրամաբանական է այնքանով, որ քթային ոչ լիարժեք շնչառությունը երեխաների մոտ կարող է առաջացնել կեցվածքի խնդիրներ, հա, աճի հետ կապված խնդիրներ, որ դրանով էլ պայմանավորված կարող են առաջանալ ձեր նշված խնդիրները։ Շատ լավ, ես ուզում եմ մեր բոլոր ռադիոդիտողներին ու ռադիո լսողներին տեղեկացնել, որ այն բոլոր հարցերը, որոնք որ մենք չենք հասցնի այս հաղորդման ընթացքում բարձրաձայնել, դրանց պատասխանները եւ հավելյալ տեղեկություններ հերթագրում կարող եք ստանալ զանգահարելով 091 20 13 34 հեռախոսահամարով։ Որն է պատճառը, որ մարդ սկսում է կամ երեխան սկսում է արդեն դժվար շնչել։ Սկսենք երեխաների հետ կապված քթային դժվարաշնչության պատճառներից։ Երեխանի մոտ հիմնական դժվարաշնչության պատճառները լինում են ադենոիդ հյուսվածքի գերաճը, հիմնական խնդիրները։ Քթի միսը, հա, այսպես նաև ասենք, որ բոլորը հասկանան։ Հա, շատ ցավալի տերմին, որը շատ հաճախ է կիրառվում քթի միսը, ինչպես նաև կուզեի այդ քթի միսի հետ կապված պատասխանել շատ ծնողների հուսամ ինձ կլսեն մայրիկները, որ ամեն անգամ երբ որ իմ մոտ գալիս է բուժառուն իր մայրիկի հետ, մայրիկի հիմնական հարցը լինում է, խնդրում եմ մի հատ գնայեք, իմ երեխան քթի մեջ միս ունի, թե ոչ։ Ուզում եմ ծնողներին բացատրել, որ քթի միս հասկացողություն եւ ախտորոշում ընդհանրապես գոյություն չունի եւ այդ նույն ադենոիդ հյուսվածքը խեցիները դրանք մտնում են մարդու երեխայի բնական անատոմիական կառուցվածքի մեջ եւ ունեն բոլորը անխտիր եւ շատ ժամանակ զնման հետևանքով երբ որ պարզվում է որ երեխան ունի ադենոիդների գերաճ եւ քթային խեցիների հետ կապված խնդիր ծնողները շատ զարմացած ասում են ոնց իմ երեխան քթի միս ունի Ուսամ սրանց հետո արդեն կհասկանամ, որ այո, դժվարաշնչության պատճառը երեխաների մոտ հաճախ ադենոիդների գերաճն է լինում հիմնականում, ինչպես նաև քթի միջնապատի թեքվածություն է լինում, քթային խեցիների հիպերտրոֆիան է լինում, այդ ամենը իհարկե հնարավոր է շտկել, բայց իհարկե ցանկալի է ճիշտ ժամանակին, որ երեխայի աճը նորմալ ընթանա եւ խնդիրներ եւ բարդություններ չունենանք։
Այդ ճիշտ ժամանակի մասին եմ ուզում խոսենք, որովհետև հաճախ մայրիկները շատ մեծ ցանկությամբ որ ուզում են երեխային չվնասել, մտածում են, որ վիրահատական կամ այլ միջամտություններ անելու համար մի քիչ մեծանա երեխան նոր։ Ոմանք էլ խիստ ծայրահեղությամբ փորձում են հնարավորինս շատ արագ կազմակերպել դա, բայց չէ որ յուրաքանչյուր միջամտություն ունի իրեն հատուկ եւ այսպես ասած ոսկե ժամանակը, հա։ Այդ ոսկե ժամանակի մասին եմ ուզում խոսենք, երբ է ճիշտ ժամանակը, որպեսզի եւ շատ չշտապենք եւ շատ չուշացնենք։ Գիտեք, ոնց դա ինդիվիդուալ է, դեպքից կախյալ, ցանկացած հիվանդից կախյալ, պետքա զննվի դեպքը, քննարկվի կլինիկան, շատ ժամանակ ծնողները գալիս են գանգատվել, որ երեխան գիշերները խռմփոցով է քնում, գիշերները մի քանի անգամ շնչառության կանգ է ունենում, արթնանում է շատ հաճախ, ունենում է գիշերամիզություն, բերանը միշտ բաց է, հաճախակի հիվանդանում է, հազ մշտական արկա է, քթահոսություն, ցանկացած գրիպոզ վիճակ ընթանում է բավականին երկար, հաճախակի օտիտներ են ունենում, այդ բոլոր խնդիրների պարագայում եւ պատճառը հիմնականում դա ադենոիդների գերաճն է։ Դրան զուգահեռ իհարկե կարող են նաև լինել քթի միջնապատի թեքվածություն եւ դրան գումարվի նաև խեցիների հիպերտրոֆիան։ Ուղղակի կախված վիճակից, տարիքից մենք որոշում ենք, սկզբից հեռացնում ենք ադենոիդները, փոքրեցնում ենք խեցիները, միջնապատը միգուցե թողում ենք մի քիչ էլ երեխան մեծանա նոր։ Դրա համար ցանկացած դեպք քննարկվում է եւ որոշվում է որ վիրահատությունը եւ ոնց կատարել եւ երբ։ Դրա համար պետք չէ, որ մեկս մեկին խորհուրդ տանք իմ երեխային արել ենք այս տարիքում մի ուշացրու, մյուսն էլ չասի, թե շատ շուտ է մի գնա, որտեվ իմ երեխային արել են այս տարիքում։ Հետևաբար պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է եւ պահանջում է հատուկ վերաբերմունք, հատուկ մոտեցում եւ պետք չի մեկս մյուսին խորհուրդներ տալ։ Այո, որովե տարիքային ստանդարտներ եւ այդպես մոտեցումներ չկան։ Ըստ առողջապահության նախարարության ցուցման ադենոիդների եւ քմային նշիկների վիրահատությունները հիմնականում սկսում են կատարել 4 տարեկանից սկսված, բայց ելի եմ ասում դա դեպք կախյալ է, որովհետեւ լինում են նաեւ 3 եւ 3-ից սկսած տարիքային երեխաներ, որոնք այնպիսի ապնոյներ են ունենում, հաճախակի օտիտներ, էքստատիվ օտիտներ, որ նույնիսկ այդ պարագայում մենք չենք սպասում, որ 4 տարեկանը լրանա եւ կատարում ենք վիրահատությունը։ Լավ, ո՞րն է պատճառը, որ երեխայի մոտ կամ մեծ ասակի մոտ առաջանում է նման խնդիր։ Ինչի արդյունքում։ Այսպես ծնվում են երեխաները, թե ինչ որ գործոններից ելնելով։ Չէ, նայեք, ադենոիդները դրանք բնական լիմֆատիկ օղի մասնիկներից մեկն է, որը բոլորս ունենք եւ նորմալ ինքը կատարում է պաշտպանողական ֆունկցիա։ Բայց շատ հաճախ նույն անատոմիական կառուցվածքներից լինելով դրանք կարող են չափերով ավելի մեծ լինել կամ նույն հաճախակի հիվանդանալու պատճառով վիրուսներով նրանք կարող են բորբոքվել, մեծանալ եւ արդեն առաջացնել խնդիրներ, օրինակ էքստատիվ օտիտներ, այդ չափերի մեծ լինել պատճառով գիշերային ապնոյներ, իսկ ինչ կապված է քթի միջնապատի հետ կապված, այո, միջնապատը կարող է նաեւ բնածին թեքվածություն ունենալ, դա էլի աչի հետ կանգի աչի հետ կապված առանձնահատկություններ են, որը ոչ միշտ տրավմայի պատճառով կարող է լինել քթի միջնապատի թեքվածությունը, որ էլի ծնողները երբ ասում եք, որ երեխայի միջնապատը թեքված է, զարմանում են, ասում են, բայց ոչ մի հարված չի եղել, չի ընկել, դա նաև կարող է աչի հետ կապված բնածին թեքվածություն լինել։ Իսկ հնարավոր է միջնապատը թեքված լինի, բայց շնչառությունը չտուժի։ Այո, իհարկե հնարավոր է, կախված թե թեքվածության տարբեր աստիճաններ կան եւ թե միջնապատի որ հատվածն է թեքությունը։ Ըստ այդմ էլ արդեն կորոշվի, հա։ Այո, ըստ այդմ է որոշում է սպասել նույն երեխայի պարականներում, սպասել մի փոքր, որ աճը ավարտվի, նոր կատարել վիրահատությունը, թե դե արդեն պետք է միջամտել։ Շատ լավ, եւս մեկ անգամ հիշեցնեմ 091 20 13 34 հեռախոսահամարի մասին եւ նաեւ մի ցավոտ հարց եմ բարձրաձայնելու, վստահ եմ այս մասին ձեր կաբինետում շատ եք խոսում, երբ գալիս են մայրիկները
Նաև մեծահասակները, ինչու ոչ, պայուսակում ունենալով բազմաթիվ շնչառությունը կարգավորող կաթիլներ, սպրեյներ, եւ ասում են, որ առանց սրանց չենք կարող, սրանք արդեն կախվածության մեջ են դրել եւ այլն։ Որքանով են վտանգավոր այս սպրեյների անհարկի օգտագործումը եւ երբ պետք է արդեն մտածել, որ իրոք կա կախվածություն ու պետք է համապատասխան միջամտություն։ Այո, իրոք շատ ցավոտ խնդիր է։ Այստեղ հիմնականում այդպիսի կախվածություն լինում է մեծահասակների մոտ, անընդհասեղմիչներից ավելի շատ, քան երեխաների մոտ։ Ընդհանրապես 0-ից մինչև 1 տարեկան երեխաներին ես ընդհանրապես ծնողներին խորհուրդ չէի տա, որ նույն այդ կոնգեստատները, անընդհասեղմիչ կաթիլները օգտագործեն, որոնք շատ հաճախ անհարգի նշանակում են, նույնիսկ ծնողները դեղատներից գնում են եւ օգտագործում են։ Ցանկացած անընդհասեղմիչ կաթիլներ, դեկոնգեստատներ պետք է նշանակվեն միայն խիստ բժշկի ցուցումով եւ կոնկրետ ախտորոշման ժամանակ, հիվանդության ժամանակ կոնկրետ ժամկետով։ Դրանից ավել դրանց օգտագործումը բնականաբար վնաս է առաջացնում։ Ինչ կապված է մեծահասակների օգտագործմանը, շատ հաճախ, ինչպես նշեցիք, ունենում են քթիփակվածություն, դիմում են դեղատուն, ասում են ինչ կարող եք մեզ տալ, որ մենք օգտագործել։ Այո։ 1 շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ, այդ պահին լավ է, բացվում է։ Այո, բացվում է քիթը, հիվանդը շնչում է, իր համար լավ է, խնդիրը լուծված է որոշ ժամանակ։ Այո, միջակերտավոր լուծված է, մի քանի ժամ հետո փակվում է, նույնիսկ փչում է, լուծված է եւ իրանք էլ չեն հասկանում ինչպես են արդեն կախվածության մեջ ընկնում եւ ինչպես մեր հայերի մեջ սովորություն կա, որ մինչեւ դանակը ոսկորին չի ասում, բժշկին չեն դիմում, մինչեւ արդեն հասկանում են, որ всё առանց այդ անընդհասեղմիչ կաթիլների մենք չեն կարող շնչել, արդեն ասում է տարի 2 նոր դիմում են բժշկի։ Այդ ժամանակ արդեն մենք ունենում ենք շատ բավականին կայուն խնդիրներ, որոնք առանց վիրահատական միջամտության մեծ մասամբ չեն կարողանում լուծել։ Շատ ժամանակ նույնիսկ երկարատև այդ օգտագործումը կարող է առաջացնել միջնապատի պերֆորացիաները։ Ես ուզում եմ ձեր որոշիչ խոսքը այս պահին բոլոր այն ռադիոլսողների կամ ռադիոդիտողների համար, ովքեր մի կողմից մտածում են, որ դե լավ կգնան բժշկի հարցերը կլուծվի հիմա, որ մի խնդրին բուժում չկա կամ լուծում չկա, եւ նաեւ մնացած այն բոլոր մարդկանց ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, ովքեր մտածում են, որ վերջ իմ խնդիրն այնքան է արդեն խորացել, որ միևնույն է բժիշկը որևէ կերպ ինձ չի կարող օգնել։ Այստեղ շեշտադրելով առաջինը, որ ինչքան շուտ, ինչքան վաղ, այնքան ավելի արդյունավետ, ավելի մատչելի, ավելի արագ, եւ մյուս կողմում էլ, որ այսօր բժշկությունն այո այնքան զարգացած է, որ բոլոր դեպքերում կամ գրեթե բոլոր դեպքերում կան լուծումներ, կան օգնելու տարբերակներ։ Այո, Տաթև ջան, կոնկրետ քանի որ խոսում ենք քթային դժվարաշնչության մասին, կարող եմ այս պարագայով ասել, որ ցանկացած դժվարաշնչություն ունի իր լուծումը, ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրահատական։ Դրա համար ուղղակի պետք է դիմել մասնագետին, ստանալ ճիշտ ախտորոշում եւ ըստ այդմ մասնագետը կառաջարկի ձեզ կամ կոնսերվատիվ բուժում, որ ազատվեք այդ խնդրից, կամ վիրահատական։ Այստեղ կանխեցիք իմ հարցը, որ միշտ մտածում ենք, եթե կա դժվարաշնչություն, ուրեմն անպայման պիտի վիրահատության գնանք ու դրա համար էլ են չէ վախենում գնալ բժշկի։ Չէ, իհարկե միշտ չի, որ կարելի է խնդիրը լուծել միայն վիրահատական եղանակով, կան դեպքեր, որ կոնսերվատիվ բուժումը կատարվում եւ բավականին արդյունավետ եւ լավ էֆեկտ ենք ունենում։ Քանի որ դուք եւ մեծահասակների հետ եք աշխատում եւ երեխաների հետ եք աշխատում, այս հարցը կարծում եմ տեղին է, որովհետեւ հարցի պատասխանը հստակ կարող ենք ստանալ։ Կան ծնողներ, ովքեր ասում են, որ լավ չէր արված վիրահատությունը, դրա համար կրկնություն ունեցանք, դրա համար նորից գնացինք բժշկի։ Ես ուզում եմ հասկանալ, սա միֆ է թե իրականություն։ Արդյոք վիրահատությունը պատշաճ չի կազմակերպել, դրա համար կան կրկնության դեպքեր կամ դժվարաշնչությունը տարիներ հետո նորից կրկնվում է, թե պարզապես մի խնդիր է լուծվեց, մեկ այլ խնդիր կարող է առաջանալ կամ օրինակ իսկապես կարող է կրկնություն, բայց ոչ բժշկական սխալի արդյունքում։ Կան տոկոս դեպքեր, իհարկե շատ չնչին, կախված ինչ վիրահատություն է կատարում, եթե երեխաներին նկատի ունենք, շատ ժամանակ երեխաները ունենում են զուգակցված խնդիրներ, նույն քթի միջնապատի թեքվածությունը եւ ադենոիդների գերաճը, տարիքից կախված մենք կարող ենք ասել, որ շատ ժամանակ առաջարկում ենք միայն ադենոիդներն ենք հեռացնում, թողնում ենք, որ դեռ երեխան մեծանա, աճը մի փոքր ավարտվի, հետո նոր միջնապատի հետ կապված միջամտությունները կատարենք։
Եվ այդ ժամանակ ձեր նշված խնդիրները, որ երեխան էլի որոշ ժամանակ անց քթային դժվարությունն է ունենում, բայց այդ ժամանակ պատճառը ոչ թե նույն այդ ադենոիդներն էին, որ նախկինում կային, նույն միջնապատի հետ կապված խնդիրն է, որը չէր լուծվել, այո, ենթադրենք երեխան 4-5 տարեկան է, այդ տարիքում իհարկե մենք դեռ խուսափում ենք կատարել այդ վիրահատությունը, քանի որ երեխայի նույն հենց միջնապատի ինքը աճ է եւ դեռ ակտիվ աճի մեջ է, ավարտված չի։ Մենք իհարկե տարիքային սահման այդպես չունենք միջնապատի վիրահատության հետ կապված, բայց ցանկալի է կատարել ավելի մեծ հասակում, որ ձեր ասած ռեցիդիվներ չունենանք։ Ինչպես հաղորդման սկզբից մինչ այս պահը կարմիր գծով գնում էր այն, որ ժամանակին դիմելը միշտ որոշիչ է լինում, այս հարցը եւս որպես շարունակություն ուզում եմ հիմա հստակեցնենք այն բոլոր առաջնային ախտանիշները, որոնց դեպքում պիտի մայրիկը լոր մասնագետի մոտ լինելը չհետաձգի եւ անհապաղ գնա։ Այո, առաջի հերթին, երբ դուք նկատում եք, որ երեխան քթով լիարժեք չի շնչում, այսպես ասած, բերանը միշտ բաց է, գիշերային խռմփոցները, հաճախակի քթահոսությունը, հաճախակի օտիտները, ականջի բորբոքումները, որոնք բավականին երկար են ընթանում եւ երեխան ունենում է լսողության անկում, շատ ժամանակ սկսվում է խնդիրը հենց երբ ծնողները գալիս են եւ ասում են երեխան լավ չի լսում, մենք զգում ենք, որ լավ չի լսում, հենց այդտեղից մենք տեսնում ենք, որ երեխայի մոտ արկա է էքստատիվ օտիտ, որը հիմնական պատճառը լինում է ադենոիդ հյուսվածքի գերաճը։ Այդ ժամանակ արդեն երկուստեք կատարվում է վիրահատությունը։ Շատ ժամանակ նաև շնչառությանը երեխաների մոտ խանգարում են մեծ քմային նշիկները, որոնք առողջ են, երեխան անգինայով չի հիվանդանում հաճախ, բայց չափով իրենք մեծ են եւ դրանք էլ խանգարում են երեխայի շնչառությանը։ Դա էլ միաժամանակ զուգահեռ կատարվում է վիրահատությունը, այս պարակամ, եթե նշիկները իրենք առողջ են եւ չեն հիվանդ չեն, իրենք կատարում են իրենց ֆունկցիան, որը շատ կարեւոր է, մենք դա չենք հեռացնում, այլ փոքրացնում ենք չափերով, զուգահեռ հեռացնելով մեծ ադենոիդները եւ լուծելով ականջներում արկա հեղուկի խնդիրը։ Լինում է շատ ժամանակ վիրահատական, լինում է կոնսերվատիվ։ Այսինքն, եթե այսպես ամփոփելու լինենք, հստակ կարող ենք ասել, ցանկացած դեպքում, երբ դուք կասկած ունեք, պետք չի ուղղակի մի հատ փորձել Google-ում փնտրել գտնել, թե կա խնդիր թե չկա, այլ ընդամենը 15-ից 20 րոպե է պետք հատկացնել, լինել մասնագետի մոտ, համապատասխան քննություններ անցնել, որոնք բավականին արագ են, անցավ են, նախ ուզում եմ նշեք, ինչ է արվում, երբ մտնում է երեխան լոր մասնագետի մոտ, որոնք են այն ոսկե ստանդարտ ախտորոշման տարբերակները, որոնցով անցնում է երեխան, որպեսզի դրվի հետևյալ նշված, այսպես ասած, խնդիրները։ Ժամանակ երեխան եւ արդեն մտնում է լոր բժշկի մոտ, նայելով նույնիսկ դեմքին, մենք կարող ենք հասկանալ կա այդ խնդիրը թե չէ, որտեղ շատ տարածված այդպիսի ախտանիշ կա, ադենոիդիկ դեմք, որը ունենում են այդ երեխաները, հարթված շրթունքի եզրեր, բաց բերան, առաջ եկած ծնոտ վերին, գծվածքի խանգարումները արդեն արտահայտված, շատ ժամանակ օրտոդոնտներն են իրանք են ուղղորդում քիթ կոկորտի մոտ, երբ որ ծնողները տանում են զուտ այդ խնդրով եւ մենք ենք ուղղորդում օրտոդոնտների մոտ, համատեղ աշխատում ենք, որտեվ մեծ ադենոիդների պատճառով երեխաների մոտ առաջանում են կծվածքի խանգարումներ եւ այստեղ օրտոդոնտների հետ զուգահեռ մենք միասին աշխատում ենք, որպեսզի եւ քթային շնչառությունը վերականգնենք եւ երեխայի կծվածքը շտկենք։ Այսինքն պատճառը լուծելով նաեւ հետևանքների հարցը ենք լուծում, այնպես որ այստեղ կոմպլեքս եւ ավելի արդյունավետ մոտեցում է դառնում։ Այո, անդրադառնալով նաեւ այն հարցին, թե ինչ հետազոտություններ պետք է կատարվեն, նախ առաջինը ուղղակի զննումն է քիթկոկորտական ջաբանի կողմից եւ նույն այդ ադենոիդների չափերը որոշելու համար անհրաժեշտ վիդեոֆիբրոսկոպիկ հետազոտություն է, որը ոսկե ստանդարտ է համարվում։ Դրանից հետո հաշվի առնելով նաև կլինիկական անամնեզը, մենք արդեն որոշում ենք կայացնում ինչպիսի մոտեցում կատարել՝ վիրահատական թե կոնսերվատիվ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ զրույցի համար։
ներկայության համար։ Հուսով եմ հիմա բոլոր այն մայրիկներ, ովքեր կասկած ունեին գնալ լոր մասնագետի մոտ թե ոչ, կհասկանան եւ կընդունեն, որ մեկ անգամ լինելը հաստատ չի խանգարի, բայց դրա փոխարեն կլուծի շատ հարցեր եւ կտա շատ հարցերի պատասխաններ։ Շնորհակալություն։ Տելերադիոլսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Քիթ Կոկորտականջաբան Տաթև Գարիգինյանն էր։ Հիշեցնեմ, որ զրուցակցիս հետ կապ հաստատելու համար գործում է 091 20 13 34 հեռախոսահամարը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, կհանդիպենք նաև մյուս շաբաթ։ Ցտեսություն։